Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Սիրով հրավիրում ենք մեր հանդեսի տոնական տարեդարձը շնորհավոր ով բանաստեղծ ամենայն, շնորհավոր երկնային ծնունդդ, մեծն բանաստեղծ թողամոքվի քո հոգին, քանզի ապրում ես մեր մեջ։ Get
Ատես, ջան արենի ծրիտներ, ով է արչավ լսում ձեզ։ Հին աշխարհ կամենոր, հազար մարդամտում նոր, հազար տավան փորձում գոր, կքսում են ամեն օր։ Լիներ հեռում մի անկում, լիներ մանգամարդակում, երազի մեջ երջանի քավտ ու խաղաղ մարկություն։ Էս էլ որ կա, հանց երազում, թասդ բեր, էս էլ գերթա, հանց երազում, թասդ բեր, կյանք ուզում է կեզերգում զնգարել, մեկն ապրում է մյուսը սպասում, թասդ բեր։ Լինում է, չի լինում, մի աղքան մարդ է լինում, որքան աշխատում, այդքան չարչարվում, էլին ու աղքան մարդն է մնում։ Էս աղքան մարդը մի օր որոշում է գնալ չախ-չախ թագավորի մոտ խորհրդի։ Էսպես ապրել չի լինի, վեր կենամ գնալ չախ-չախ թագավորի մոտ խորհրդի։ Ճանապարհ է ընկնում, ճանապարհին հանդիպում է կոչած աղվեսին։ Այն տեսնու է դնում, ես ողմեում ինչ ես անում։ Գնում եմ չախ-չախ թագավորի մոտ խորհրդի, թե ինչպես անեմ, որ ես էլ հարստանամ։ Հա, դե ոյ դնում ես այախտե, հարցույու թե ոնց ան, ոյ էտ բալավ ու պոցուսա, ինձ անում եմ չի տալի։ Կասեմ, ան վետ դու ինձ կսպասես կրկվի բանի մոտ, բայց նայ հա, կրկվի ձակերին ձեր չուտաս։ Լավ։ Ճանապարհ ենք դնում ախել մարդու ճանապարհին, շուկայի մոտով ազնելիս, ու մի մայր ինչպես է իր աղջկան գովում ու կագնի։ Thank you.
Գնացեք ինձ այն կղվի բնի մոտ սպասեք։ Ճանապարհին մաքրդ մարդը, ճանապարհին գնում է թագավորի մոտ, ներս է մտնում և հարցնում։ Թագավոր ապրած կենա, բարով ես եկել, իդ գոհ։ Թագավոր ջան, ամբողջ օրը քրկաջան աշխատում է, էլի դրված կյանքում եմ ապրում։ Այ մարդ, ես մի բան հասկացել եմ, որ պետք չէ քրտնաջանը ասել, պետք է խելացիոն շնորհել։ Մարդը մոտենում է թագավորի ականջին, բոլորի խնդրանքները փոխանցում է։ Շնորհակալ եմ, թագավոր ապրած կենա, երկար կյանք քեզ։ Անքեզ մարդը ուրախ վերադառնում է թագավորի։ Աշխատանքն է գերազգացնում մարդուն, թույ բերյակը ձուրը կտա։ Աշխատ, այսպես եկել է, այսպես է կգնա։ Իմ կուկուներ, ես պիտի դու կանեք, թևեր, թվչեք, գնակ, ուրախանակ։ Յատը դու թույ թանի պոտինջանք Երեքանցակ աղվես քույ, ասված բայ թոձախեի, նորական եմ աղվես քույ, որի քույ, կուծե դու ես աճողություն բերում, վայ, որ չի դարնա, պատգամի երեխաներ։ How can I be
տրապեզում շրջեցինք Թումանյանի ոտնահետքերով, այս 3 տարիների ընթացքում իր հեքիաթների շնորհիվ փորձեցինք դա զրկաղել, էլ ավելի լավը դառնալ, ինչքանով մեզ մոտ ստացվեց։ Շատ լավ ստացվեց։ որը կազմակերպվել է հենց հեքիաթները, որը որ մենք ընտրել ենք, դա բոլորը երեխաների ցանկությամբ էր։ Իրանք շատ հեքիաթներ գիտեն, Գերարդ ջան, շատ հեքիաթներ պատմում են, նույնիսկ մի անգամ կարդում են ու գրքային կարողանում են պատմել։ Բոլոր հեքիաթները գիտենք։ Շատ լավ է, ես ուզում եմ խոսքի մեջ հարցնեմ։ Բոլոր հեքիաթները երեխաները գիտեն են, Գերարդ ջան։ Շատ լավ է, շատ հովելի է։ Շատ շնորհակալ եմ, որ ձեզ նմանատիպ դասյարակայի շնորհիվ մինչև Հովհաննես Թումանյանը հիշում են, որովհետև ինչքան հիշում են, մարդուն այնքան կենդանի է։ Այսօր իսկապես մենք զգացինք նրա կենդանության շունչը, շնորհակալ եմ ձեզ շատ լավ ընտրված էին մեր հերոսները ու շատ ուրախացրեցինք, որ հինը և նորը միքս էր արված ու շատ հետաքրքիր ուրախ նայվեց, շատ շնորհակալություն հեքիաթները այդպես համադրելու համար և ես ինչպես որ արդիցիկ կհասնեի արդյոք գիտեն այնքան ոչ շնորհակալ եմ ձեզնից շատ Ինկեր Արուչյան շատ սիրուն երաժշտություններ էի ընտրել ու վերջինը ինձ համար շատ անծանոթ էր, բայց շատ լավն էր։ Որը? Վերջին երկրորդ Դավահորինած երգը։ Ինչ։
հեղինակային է, բայց ոչ մերը, Գերմանիան շատ ուրախ եմ, շատ ուրախացա, որ նորություններ ես շատ սիրում նորությունները։ Նույնիսկ սիրուն Եվ երեխաների ջան շատ ապրեք, շատ լավ եք, հիանալի եք, շնորհակալություն դուք դերասաններ եք երևում, շատ լավ եք իսկապես, ու ուզում եմ ձեզ մի խորհուրդ տալ, որ ամենալավ ընկերը ոնց որ դուք երգեցիք, դա միայն գիրքն է, որը անտավաճան է եւ իրենից կարող եք շատ բան սովորել։ Միշտ կարդացեք եւ սովորեք։ Եվ ոնց ասել մեր թագավորը, շատ աշխատելով շատ փող չեն աշխատում, այլ խելացիով։ Շատ շնորհակալություն ընկերներ, շատ հաճելի օր ունեցան։ Ուսումնատ մեր կոլեգաները շատ լավն է։ Նորներ ջանջերում շնորհակալ, ինչպես միշտ մեր կողքին իրենց համար, որ այսքան Գերնավաճան շնորհակալություն ես գեղեցիկ օրվա համար, առաջին հերթին նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փոքրիկներին շատ կարճ ժամանակամիջոցում ամեն անգամ յուրովի ներկայանալու համար, ապրեք դուք երեխաներ, շատ բավականին մեծ նյութ էր ու դուք պատվով կարողացաք դուրս գալ ու հաղթահարել այս ամեն ինչը։ Իհարկե Գերնավայի շնորհիվ ձեզ շատ շնորհակալ ենք։ Դուք գիտեք չէ, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կապվում է գրքի գիրք նվիրելու տոնի հետ, կապեցինք չէ, դա տեսանք միջոցառմանը, դա խորհուրդ ունի, նպատակ երեխաներ, դրա նպատակն այն է, որ սեր ու հետաքրքրություն առաջացնեն գրքի նկատմամբ մեր սերունդների մոտ, ինչ Գերնավայի մոտ ստացվել է, շատ հետաքրքիր է, մի դրվագ պատմեմ, տղաս եկել ասում է, մենք պիտի շատ հեքիաթ կարդանք, դու կկարդաս հիմա, ես հետո, ես զարմացած նայում եմ մի ասացամ, հեքիաթը մեզնից բանում է չարը, ես նենց հաճակալ հայացքով իրան եմ ասացա, հա, այդ բան էլ բառը չհասկացա, մեզանից հեռացնում է չարը, Գերնավա այս ամենը ձեզ շնորհիվ է, շնորհակալ ենք ձեզ, այդ հետաքրքրությունը առաջացնելու, բառապաշարը հարստացնելու, յուրահատուկ երեխաներ են իրենք խելացի ու կարող, բոլոր ծնողների կողմից շնորհակալություն ենք հայտնում, ընկեր Արուս ջան, ձեզ է հույր համ հոտ տալու համար, շատ հետաքրքիր է միշտ ցնցեց։ Ինչպես մեր կողքին լինելու համար ապրեք շատ, դե տնօրենության էլ խոսք չկա, այս չէր միջավայրի համար, այս ամեն ինչը կազմակերպել թույլ տալու համար ապրեք շատ։